Ոչ թալանին նախաձեռնությունը կրկին փողոցում է, նրանք պահանջում են չեղարկել էլեկտրաէներգիայի թանկացման վերաբերյալ որոշումը, մինչև երթի մեկնարկը նախաձեռնությունն անդրադառնում է մեղադրանքներին, թե նրանք անգործության են մատնվել։ Այս մի քանի ամիսների ընթացքում ոչ թալանին քաղաքացիական նախաձեռնությունը ստեղծել է աշխատանքային ու մասնագիտական խմբեր, որոնց հետ միասին կատարել է հսկայածավալ աշխատանք։ Այսօր Ազատության հրապարակում էին նաև Ոտքի Հայաստան նախաձեռնության ներկայացուցիչները։ Անդրեաս Ղուկասյանը հայտարարում է, ինքը որպես Հայաստանի Հանրապետության քաղաքացի է մասնակցում Ազատության հրապարակի հավաքին։ Ոչ թալանի նախաձեռնությունը ինքնուրույն է անում այս հավաքը։ Երթից առաջ ոչ թալանին նախաձեռնությունը չի բացահայտում նույնիսկ այսօրվա պլանները, օրինակ կգնան արդյոք Բաղրամյան պողոտա, թե ոչ։ Ոստիկանական կուտակումները Երևանի փոխոստիկանապետը արտասովոր չի համարում։ Ոստիկանությունը միշտ դեմ է բախմանը, փորձում է բացատրի մեր քաղաքացիներին, այնուհետև եթե հավաքի մասնակիցներից կլինեն այնպիսիները, որոնք խախտեն օրենք խախտեն, ոստիկանությունը էլ չի հանդուրժի։ Երթը մեկնարկում է, ցուցարարներին հանկարծ հաջողվում է ճեղքել ոստիկանական շղթան եւ հասնել Բաղրամյան պողոտա։ Բայց ավելի առաջ գնալ անհնար է, ոստիկանական պատ է, ոստիկանությունը սպառնում է ուշ կիրառել։